Պարոն Մախասյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես մենք 3 ականատես եղանք այս պատկերի, հիմա կդնեմ տեսանյութը եւս մեկ անգամ, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ինչպես է պատերազմից հետո բունկերում փախկված Նիկոլ Փաշինյանը մեղադրում արցախցիներից հենց այս պարագայում մեկին հերոսի դստերը փախել եք, չեք պահել, եւ իհարկե դրա պատասխանը ինքը ստացավ։ Այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ իհարկե նաեւ մենք տեսնում ենք այսօրերին իրենք նոր պատերազմով շանտաժ են անում ժողովրդին, ինչը նաեւ այսօր կրկնեց ըստ էության Արարատ Միրզոյանը եւս, եթե իրենք չլինեն, պատերազմ է լինելու, 4 պատերազմ են վերել ու դեռ խոսում են, որ մյուսները ընդդիմությունը կա պատերազմ են լինելու։ Շատ կարճ մի հատ այս պատկերը նորից տեսնեն։ Եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնային, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բան չի չեք մնա։ Եվ ձեզ հետ կխոսանք տենց, ես տենց կխոսանք ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսանք, որևէ մեկը, խոսենք տենց ես այս բարձը, ուրեմն մեզ անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել, որ Ղարաբաղցի ամսացի է գտել, ովքեր ձեր իշխանաճություններ են անում, էլ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք տասնյակ հազարավոր Խնդրեմ, այս պատկերի հետ կապված ձեր տեսակետը։ Այ, շատ դժվար գործ է գնահատել մի բան, որը ավելի շատ ոչ թե քաղաքագետների կամ սոցիոլոգների խնդիրն է, այլ ավելի շատ հոգեբանների խնդիր է։ Եվ հարգելի ժողովուրդ, քաղաքականությունը դնենք մի կողմ, այս երևույթը վերլուծենք զուտ մարդկային բարոյական տիրույթում։ Ինչպես դուք գնահատեիք, երբ հանրային վայրում բազմաթիվ մարդկանց առկայությամբ հասուն տղամարդը հարձակվի, անպատվի, ագրեսիվ վերաբերմունք ցույց տա երիտասարդ կնոջ նկատմամբ, այն էլ փոքր երեխայի ներկայությամբ։ Սա հայ հասարակությունը այս ամենին ինչ գնահատական է տալիս, եթե դուք կողքից տեսնեիք, որ քաղաքականությունը մի կողմ, մի հատ հասուն տղամարդ նման կերպով արվում երիտասարդ կնոջ հետ, ձեր վերաբերմունքը, ձեր գնահատականը ինչ կլիներ։ Կարծում եմ պարզ է, յուրաքանչյուր մարդ, ով ունի բարոյական նորմալ արժեհամակարգ, այս երևույթը իր համար կլինի անընդունելի, առնվազն անընդունելի, դատապարտելի։ Իսկ քաղաքականության առումով, քաղաքական կոնտեքստում, եթե սա նայենք, Նիկոլ Փաշինյանը այս աստիճանի հասել է այն պատճառով, որ կարողացել է մինչև հիմա մարսել Արցախի հանձնումը, ոչ միայն Արցախի հանձնումը, այլ նաև Հայաստանի շահերի, կենսական շահերի հանձնումը, մարսել է, հիմա կարող է իրեն թույլ տալ գորգռալ մետրոներում մարդկանց վրա, ում ընտանիքը մեծ վաստակ է ունեցել նույն Արցախի ազատագրման հետ կապված։ Բայց սա բարոյական հարթությունում։ Հիմա անդրադառնանք շանտաժին, որը շատ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ կորցրել է հանրային աջակցությունը, մեծամասամբ կորցրել է, ես չեմ ասում ամենևին չունի հանրային աջակցություն, ունի, շատ ցածր, որը ավելի քան բավարար չէ իշխանությանը մնալու, վերարտադրվելու համար, հետևաբար նա նստել, մտածել է, հավանաբար մտածել է Ալիևի հետ, կարող է նաև Էրդողանն է հուշել, թե ինչ անել, որպեսզի շանտաժով, ժողովրդի մոտ վախի ներարկմամբ հունիսի 7-ին թույլ շանս երևա իր վերարտադրության համար եւ անցել են փորձված մեթոդի կիրառմանը։ Ինչու եմ ասում փորձված, որովհետև Նիկոլ Փաշինյանը շանտաժով, արդեն վախեցնելով, ինքը հասել է օրինակ Տավուշում Ադրբեջանի պահանջների բավարարմանը։ Հիշում եք, չէ՞, Տավուշում, երբ սկսեցին այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, ինքը եւ կար ժողովրդի դժգոհություն բողոք, ինքը գնաց այնտեղ եւ ասեց՝ ժողովուրդ, եթե մենք
չանենք Ալիևի ասածը, ապա կստանանք պատերազմ, հետևաբար պետք է հանձնենք, որ չստանանք պատերազմ։ Այսինքն վախի գործոնով շանտաժով Նիկոլ Փաշինյանը տավուշում կատարեց Ալիևի պահանջները, դա ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում էր, այլ Ալիևի պահանջների 100%-անոց բավարարում։ Ինչու եմ այդպես ասում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ խոստացավ, որ այլևս սկսվելու է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ։ Հարգելի ժողովուրդ, գնացեք հարց տվեք, դրանից հետո քանի սանտիմետր սահմանագծում եւ սահմանազատում է արել Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ։ Ես ձեզ ասեմ 0։ Այսինքն Ալիևին պետք էր տավուշից ինչ-որ հատվածներ, նա ստացավ այդ հատվածները եւ Ալիևը խորապես թքած ունի սահմանազատման եւ սահմանագծման վրա։ Ալիևը խորապես թքած ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վրա, որովհետեւ եթե խաղաղություն է հաստատվել, ապա Ալիևը թվով, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր գորգորում, չէ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 80,000, չգիտեմ քանի 100 քառակուսի կիլոմետրի վրա, թող Ալիևն էլ թվով ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, չի անում։ Ուստի տավուշում հաջողությամբ այդ օպերացիան ավարտելուց հետո ինքը հիմա արդեն պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին, ասելով հայ ժողովուրդ, եթե ինչ չընտրեք, պատերազմ է լինելու։ Հիմա փորձենք հասկանալ, ինչքանով է հավանական Նիկոլ Փաշինյանի ասածը եւ ինչքանով է իրականությանը մոտ։ Նախ հասկանանք, թե ով է Նիկոլ Փաշինյանին ասել, որ պատերազմ է լինելու։ Ալիևն է նրա ականջին շշնջացել, թե Ալիևի հետ փորձն է հուշում, որ եթե ինչ-որ բան ուզում է եւ չի տալիս, կամ մի քիչ ձգձգում է տալը, ապա Ալիևը պատերազմով հարվածում է իրենց գլխին։ Հավանաբար իրենց հաշվարկը հետևյալն է. հայ ժողովրդին պետք է վախեցնել, Ալիևից կարող են նաև ստանալ մեսիջներ այդ առումով, որ այո, կարող ես այդպիսի վախ ներշնչել քո ժողովրդի մեջ, եթե ձեզ չընտրեն, ապա ես պատրաստ եմ պատերազմելու եւ այլն, ու ըստ այդմ վախի մթնոլորտ ստեղծելով գոնե ոչ թե ստիպել Նիկոլ Փաշինյանին ընտրել, այլ ապաթիա քաղաքական ապաթիա ներարկել հասարակության մեջ, որ գոնե մասնակցությունը բարձր չլինի ընտրություններին եւ իր փոքր թիվը հանրային աջակցության փորձեն այդ փոքր մասնակցության պարագայում մեծ ներկայացնել։ Սա մեկ։ Երկրորդ, ինքը եթե խոսում է սահմանադրական մեծամասնության մասին, ինքը հասավ այն բանին, որ ասում է պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չհավաքի սահմանադրական մեծամասնություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին խոստացել է, որ այդ 1000 անգամ ինքն էլ է ասել այդ մասին, Ալիևն էլ այնտեղից ասել է, այդտեղ գաղտնիք չկա, խոստացել է, որ սահմանադրություն է փոխելու։ Եվ դրա համար պետք է սահմանադրական մեծամասնություն։ Հետևաբար Ալիևը իբր շանտաժ է արել Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ իբր պատերազմով շանտաժ է անում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդ, եթե օրինակ ասենք սահմանադրությունը չփոխեք, պատերազմ է լինելու, ինչպես հիշում ենք, հիշեցի, չէ, տավուշում հողերը չեք հանձնում, պատերազմ է լինելու, իսկ Ալիևի պահանջները որտեղ են վերջանում, արդյոք վերջանում է սահմանադրություն փոխելով, ոչ, որովհետև Ալիևը 1000 անգամ հայտարարել է, որ իրենց ստրատեգիական նպատակը Արևմտյան Ադրբեջանն է, հարգելի հայ ժողովուրդ։ Եթե դուք ուզում եք ապրել Արևմտյան Ադրբեջանում, ապա կարող եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, որը ձեզ կբերի Արևմտյան Ադրբեջան։ Ալիևի կողմից պատերազմի սպառնալիքը կլինի այնքան ժամանակ Նիկոլ Փաշինյանի պարագայում, միջև ինքը չստանա Արևմտյան Ադրբեջան, միջև 300,000 ադրբեջանցի չբնակեցնի Հայաստանում, միջև Հայաստանի սահմանադրությունը իր քիմքին հաջող չփոխի։ Այսինքն զիջումներ միջև Արևմտյան Ադրբեջան։ Հարգելի ՔՊԱ-ականներ, հարգելի համակիրներ Նիկոլ Փաշինյանի կամ ոչ այդքան հարգելի, կարող եք ընտրել Նիկոլ Փաշինյանին, բայց ընտրելուց հետո դուք ունենալու եք թե պատերազմ, երաշխավորված պատերազմ, թե ունենալու եք երաշխավորված Արևմտյան Ադրբեջան, որովհետև Նիկոլ Փաշինյանի քայլերի քաղաքական վերլուծությունը հանգեցնում է դրան, այլ տարբերակ հնարավոր չի։ Իսկ դուք ինչքան եք պատրաստ իջել։ Մյուս օրը որ
Ալիևը եկավ ասեց, այ եթե Սևանը չտակ պատերազմ եմ անելու, ինչ է հանելու եք Սևանն եք տալու։ Այն մյուս օրը եթե եկավ ասեց պատերազմ եմ, եթե Սյունիքը չտակ պատերազմ եմ անելու, ինչ է հանելու եք Սյունիքն եք տալու։ Եվ ինչ, ասենք, այդպիսի մի մղձավանջային իրավիճակ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը 26 թվականին ընտրվել է, ապա 31 թվականի ընտրություններին Քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը իր դոշին խփած ման կկա այդ արդեն ոչ թե Հայաստանի քարտեզը, այլ Երևանի ուրվագծով քարտեզը, կասի այ էս մեր իրական Հայաստանը, բայց կասկածում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրաշքով, չգիտեմ ինչով ընտրվի, մենք 31 թվականին Հայաստան կունենանք եւ դրա տեղը գրած չի լինի Արևմտյան Ադրբեջան։ Հետևաբար այն շանտաժը, որը Նիկոլ Փաշինյանը անում է ելնելով իր վարած քաղաքականության անպտուղ, անարդյունք քաղաքականության վերլուծության մեկնակետից, այսինքն ինքը իրեն պատկերացնելով հասկանում է, որ ինքը հակադրելու ոչինչ չունի Ալիևին, բանակը թուլացրել է, բանակը չի վերականգնել, ուշքի չի եկել, ուժային ռեսուրս չունի, ուժային բալանսը խախտված է, աշխարհում մնացել է Հայաստանը միայնակ, ոչ արևմուտքն է իրեն աջակցում, Հայաստանին աջակցում, Հայաստանի շահերի տեսանկյունից, ոչ Ռուսաստանը ռազմավարական դաշնակցի հարաբերությունների մակարդակի հարաբերություններ են այստեղ, ոչ Ասիայում, ոչ Եվրոպա, Արևմուտքում որևէ աջակից չունի, մնացել է միայնակ Հայաստանը, հետևաբար այս պարագայում ինքը դառնալու է Ալիևի համար բոքսի տանձիկ, կոպիտ ասած, կներեք այս արտահայտությանս համար, եւ Ալիևը իրենից, իր նման ղեկավարից ստանալու է այն, ինչ սիրտը ուզում է։ Հետևաբար, երբ որ որակը փոխվում է Հայաստանում իշխանության, Ալիևը չի կարողանալու իրեն թույլ տալ լկտի անալ այդքան, չի թույլ տալու իրեն սպառնալ պատերազմով, որովհետև օրինակ Մայր Հայաստանը այս իրավիճակում ինչ մենք քննադատում ենք Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ ինքը պատերազմի երաշխավորված պատերազմի կուսակցություն է, իր քաղաքականությունը վերջի վերջո հանգեցնելու է պատերազմի, հանգեցնելու է Հայաստանի արևմտյան Ադրբեջան դառնալուն։ Լավ, ինչ ենք առաջարկում մենք այս իրավիճակում։ Մայր Հայաստանը առաջին անգամ Անդրանիկ Թևանյանը հնչեցրեց այս գաղափարը, որը ես ուրախ եմ, որ մեծ տարածում է գտել ընդդիմադիր շրջանակներում երաշխավորված քաղաքականության մոդելը։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն։ Երաշխավորված խաղաղությունը առաջին հերթին Հայաստանի ռազմական պոտենցիալի վերականգնումն է, ուժերի բալանսի վերականգնումն է։ Բանակը պետք է բերվի այն մակարդակի, որը կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը, սպառազինությունների առումով, մարդկային ռեսուրսի առումով, տնտեսություն այդ թվում նաև շատ կարևոր գործոն է բալանսի վերականգնման առումով։ Առաջինը դա երաշխիքը խաղաղության, դա Հայաստանի ռազմական պոտենցիալն է։ Երկրորդը երաշխավոր է, չկա երաշխավոր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մենք ունենալու ենք մի իրավիճակ, երբ Ալիևը պահանջելու է եւ ստանալու է, պահանջելու է եւ ստանալու է։ Իսկ երաշխավորի դեպքում արդեն իրավիճակը փոխվում է։ Այստեղ մենք կոնկրետ ասում ենք, երաշխավոր տեսնում ենք Ռուսաստանին, առաջին երաշխավոր։ Դեմ չենք նաեւ ընդգրկվել Եվրոպայից ներկայացուցիչներ, Միացյալ Նահանգները, Չինաստանը, եթե համաձայն են ստորագրել երաշխիքների տակ, խնդիր չկա այս առումով, բայց առաջին երաշխավորը պետք է լինի Ռուսաստանը այս իրավիճակում։ Հիմա կասեք Ռուսաստանը այդքան էլ լավ վիճակում չի հիմա աշխարհաքաղաքական այդ գործընթացների առումով այդքան էլ լավ երաշխավոր չի կարող լինել։ Ես ասեմ, որ իդեալական երաշխավոր որևէ տեղ չկա, հետևաբար ինչու եմ ասում առաջի կետը բանակը, որովհետև առաջին երաշխավորը բանակն է, իսկ արդեն միջազգային երաշխիքը Ռուսաստանի կողմից երաշխիքը լրացնում է մեր անվտանգային պոտենցիալը այս առումով, լրացնում է խաղաղության երաշխիքների ինստիտուտը։ Հա, իդեալական երաշխավոր չէ Ռուսաստանը, իսկ որ երկիրն է, որ գերտերությունն է իդեալական խաղաղության երաշխավոր։ Միացյալ Նահանգները։ Հիմա հիբրիդային պատերազմի մեջ այն դեպքում որ Եվրոպան բացահայտ հայտարարել է ինչ միջամտություններ ունենալու եւ որն է իրական։ Հիմա կասեմ իրենց հիբրիդային պատերազմի հետ կապված, այս երաշխավորի հետ կապված վերջացնեմ, Միացյալ Նահանգները լավ երաշխավոր է։
Միացյալ Նահանգները երաշխավորել էր արաբական պետությունների անվտանգությունը, արաբական միապետությունների, ինչ ստացավ Իրանը հրի սրի է մատնել արաբական թերակղզին, միլիարդավոր դոլարների վնասներ, նավթային, գազային ենթակառուցվածքները ավերված են։ Հիմա այս պայթերությամբ խոսում են, որ այդ ամեն ինչը վերականգնելու համար միլիարդավոր դոլարներ է անհրաժեշտ եւ առնվազն 5 տարի, բայց Միացյալ Նահանգները երաշխավորել էր այդ պետությունների անվտանգությունը եւ ինչ ստացան այն, որ շատ շուտով, եթե այսպես շարունակվի, արաբական շեյխերը կարող է բենթլիներից իջնեն, վերադառնան ախտեն ուխտերին, սկսեն ուխտերով ման գալ, Միացյալ Նահանգների երաշխիքների շնորհիվ։ Հիմա հիբրիդային պատերազմի հետ կապված ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ եվրոչինովնիկները բացառիկ ցինիկներ են, բացառիկ 10-30-ի քաղաքականություն են վարում, ես նման այլանդակ 10-30-ի քաղաքականություն որևէ տեղ չեմ տեսել։ Ինչ հիբրիդային պատերազմի մասին է խոսքը, երբ որ հենց Եվրամիության չինովնիկները, Եվրամիության որոշակի շրջանակներ հենց իրենք են միջամտում տարբեր երկրների ներքին քաղաքականությանը, հենց իրենք են հիբրիդային միջամտություն իրականացնում, իրենք են աչք փակում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այլանդակությունների վրա, ժողովրդավարության, մարդու իրավունքների, չգիտեմ, խոսքի ազատության սահմանափակման բոլոր առումներով աչք են փակում գեղեցիկ ժպիտներով, հիբրիդային պատերազմ միլիոններ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմի դեմ պայքար, այդ ինչ հիբրիդային պատերազմ է, կոնկրետ ինչ դրսևորում ունի, այդ ձեր մուտիլովկաները, որ տարբեր տելեգրամյան ալիքներով տարածում եք, թե չգիտեմ ռուսական որ գեներալը ում կանչեց ինչ ասեց, բացարձակ խառնակցություն, դա անում են հիմնավորելու համար իրենց միջամտությունը այն դեպքում, երբ Եվրամիության անդամ երկրների դեսպանները, արտաքին գործերի նախարարներ, ընդամենը 1 տարի առաջ կամ ավելի քիչ մասնակցում էին Թբիլիսիում, մեր հարևան Թբիլիսիում հակակառավարական բողոքի ակցիաներին, պահանջելով կառավարության հրաժարականը, կառավարությունից օրինական ընտրված կառավարության հրաժարականն էին պահանջում, կառավարությանը այլ պահանջներ էին ներկայացնում։ Հիմա պատկերացրեք, եթե Ռուսաստանի Դաշնության դեսպանատան պահակի հորքուրի տղեն մասնակցի Հայաստանում ինչ-որ բողոքի ակցիայի ընդդիմությունից, ԿՊԱ-ականների ուշ կկանցնի, եվրոպացիների իրենց մայկաները կճղեն, կասեք, տեսեք ինչ է կատարում, բայց իրենց դեսպանները, որ Թբիլիսիում մասնակցում են հակակառավարական միտինգների, իրենց նախարարները, որ Թբիլիսիում մասնակցում են հակակառավարական միտինգների, ձայն չեն, դա հիբրիդային պատերազմ, չի հարգելի եվրոպացիներ, այս ինչ 10-30-ության դրսևորումներ է, այս ինչ այլանդակ դուք թկած ունեք եվրոպական արժեհամակարգի վրա, դուք թկած ունեք ֆրանսիական լուսավորության գաղափարների վրա, դուք հեռացել եք եվրոպական արժեքներից այնքան, ինչքան, ասենք, այստեղ խոզը տուրնիկից կսասեր, բայց չեմ ասի, լավ էտի, ամեն դեպքում դուք հասել եք այն մակարդակին, որ ձեր շահերի սպասարկման տեսակետից ոտքերը սրբում եք բոլոր արժեքների վրա, դա լինի մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, չգիտեմ, միջազգային այլ տիպի իրավունքներ, ու հիմա դուք խոսում եք հիբրիդային պատերազմի մասին, դուք Նիկոլ Փաշինյանին գովերգում եք որպես ժողովրդավար լիդերի մարդու, ով կարող է SMS-ներով բարձրագույն պաշտոնյաներ։ Ժողովրդավարության մասին լսեք, հենց նոր փաստաբան Ռոման Երիցյանը ասում է Կորնիձորի մոտ մի քանի օր առաջ Արցախի ֆոնին նկարված արցախցիներին ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել։ Խնդրեմ։ Դե դա խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, մտքի արտահայտման ազատություն, ժողովրդավարական որևէ դրսևորում, ես ուզում եմ հասկանալ, այս վերջի պաշտոնյան անունը չեմ հիշում, Եվրամիության ընդլայնման, չգիտեմ ինչ հանձնակատար, որ եկել էր Հայաստան, որ գովերգում էր Նիկոլ Փաշինյանին, օրինակ իր երկրում ո՞նց կվերաբերվեին, երբ ասենք բարձրագույն դատական իշխանության ներկայացուցիչին SMS-ի միջոցով աշխատանքից ազատեին, իրենց մոտ դատարանները շրջափակեին, իրենց մոտ 5-6 սրբազան բանտարկեին, ընդդիմությանը լցնեին բանդերա, շինծու մեղադրանքներով էս ամեն ինչը, ինչպես կգնահատեին իրենք, թե իրենք սպիտակ
պարոններ են, իրենց չի կարելի իրենց երկրներում նման բաներ, այ Հայաստանի նման հետամնաց երկրում ներելի է նման դրսևորումները, քանի որ ասենք իրեն շահերից բխում է, որ ինչ որ մի Նիկոլ Փաշինյան այստեղ մնա իշխանության եւ սպասարկի իրենց եւ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը, որովհետեւ Եվրոպայի, Եվրամիության թիվ 1 գործընկերը էներգետիկ առումով հիմա ավելի շատ դա Ադրբեջանն է, դրա համար Ալիևի գլուխը շոում են եւ Ալիևին ասում է մեր լավագույն գործընկերն է։ Այսինքն այս իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը սպառնում է պատերազմով, այդ մարդը հայ ժողովրդին պատերազմի ակրավ լինելով հանդերձ, Հայաստանի գլխին 4 պատերազմ վերելով հանդերձ, Հայաստանը մարդկային ու տարածքային կորուստների հանգեցնելով հանդերձ, ինքը խոսում է վերահաս պատերազմի մասին, սեպտեմբեր, հունիս, հուլիս, չգիտեմ ինչ, սահմանադրությունը չփոխենք պատերազմ է լինելու, հարգելի ժողովուրդ, չտրվեք այս շանտաժներին, Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ այդպես լինի, շատ կուզենար, նույնիսկ ես չեմ բացառում, որ ինքը կարող է խնդրի Ալիևին, որ մի հայտարարություն անի այս առումով իրեն օգնելու համար, բայց աշխարհը չոպով ծածկած չէ, ես ասեմ, Ալիևը ինքնագլուխ չի կարող պատերազմ սանձազերծել, իսկ ընդդիմության հաղթանակի դեպքում մենք ունենալու ենք բավարար երաշխիքներ Ադրբեջանի հետ իրական խաղաղության, երաշխավորված խաղաղության գնալու համար, իսկ ես երաշխիքները ներկայացրեցի, հեշտ չի լինելու է դժվար, բայց դա է ճանապարհը, դա է այն երաշխիքը, որ մենք չենք դառնալու արևմտյան Ադրբեջան, եթե դուք ուզում եք դառնալ արևմտյան Ադրբեջան, ինչ որ մասակա, ապա խնդրեմ, ընտրեք Նիկոլ Փաշինյանին եւ նա բարեհաջող անունը կարող է մնալ Հայաստան, Էրմենիստան, բայց բովանդակությամբ ինքը կլինի արևմտյան Ադրբեջան։ Եվ դուք հավանաբար այստեղ չեք ապրելու։ Ինչպես շատ նիկոլականներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին երկրպագում էին 2018 թվականի, թողեցին, հեռացան։ Ինչպես շատերը Վլադիվոստոկից մինչև Լոս Անջելոս նստած օտար երկրներում Facebook-ով Նիկոլ Փաշինյան են փառաբանում, դե այդքան եթե լավն է, եկեք այստեղ ապրեք, ձեզ ինչն է պահում, եթե գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է անում, եկեք այստեղ ապրեք։ Այսինքն Մայր Հայաստանի առաջարկը այս առումով երաշխավորված խաղաղության, դա միակ այլընտրանքն է Նիկոլ Փաշինյանի երաշխավորված պատերազմին։ Այլ հարցերն է, եթե այսպես ամփոփենք, ամեն դեպքում մենք տեսնում ենք այս ջղաձգումները, ակնավորված վիճակը, ինքը ըստ էության առերեսվել է իրական պատկերին, իր վարկանիշի, սա որքան շարունակական լինելու, տեսեք, ինքը ունեցավ այս տարվա սկզբին սոցհարցումների տվյալներ, որտեղ իր ռեյտինգը խայտառակ ցածր վիճակում էր։ Հետևաբար փորձեց փրկել իրավիճակը հանրային դաշտում շոուներ կազմակերպելով, որ տեսեք, ես էլ հանրային աջակցություն ունեմ։ Դրա համար կուսակցական, չգիտեմ ինչ քարոզարշավ, ներքին քարոզարշավ անունը դնելով, ինքը ավտոբուս ստեղծեց ուրախ ավտոբուս, այդ ուրախ ավտոբուսով հիմա փորձում է տարբեր մարզերում շոուների միջոցով, կազմակերպված շոուների միջոցով, շատ դեպքերում նաև դերասանների, ես համոզված եմ հիմնական մասը ինչ-որ ձև մոտիվացված մարդիկ են, այդ մարդկանց միջոցով փորձում է ցույց տալ, որ ինքը ունի հանրային աջակցություն, ժողովուրդը ամեն ինչ կորած չէ, նաև իր թիմին է դա, իր թիմի համար է դա անում, որովհետև հասկանում է, որ հենց զգացին, որ թագավորը մերկ է, քաղաքական առումով այլևս վերջացած է, Նիկոլ Փաշինյանի իշխանական բուրգը մի քանի վայրկյանվա է փլուզվելու։ Հետևաբար նա այս թատերական բեմականացումը անում է այն բանի համար, որպեսզի ցույց տա, տեսեք, ես հանրային աջակցություն ունեմ, բայց դա խաղաղության, իր բերած խաղաղության նման շոու է, բանը կա, այդ թաղանթը կա, բայց տակը դատարկ է, որևէ աջակցության մասին խոսք լինել չի կարող, լուրջ աջակցության, էլի, եւ դա կարող եք նկատել, հարգելիներս, երբ իրական մարդիկ, իրական խնդիրներով մոտենում են իրենց, ինչպես, ասենք, նույն բանում եղավ մետրոյի մեջ տեղ ունեցավ, ճիշտ է, այդ մարդը չէր մոտեցել, ինքն էր մոտեցել, բայց հենց սցենարից մի փոքր շեղվում են, մի անգամից հայտնվում են շատ տհաճ իրավիճակի մեջ, մի անգամից հասկանում են, որ ժողովուրդը իրենից եւ ԿՊԱ-ներից զզվելով զզվում է։
Հետևաբար այս շոուների հիմնական նպատակը ցույց տալ, որ ինքը ունի հանրային աջակցություն եւ հնարավորություն ունի իբր հունիսի 7-ին վերարտադրվելու, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանրային աջակցության տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը չունի այդքան շատ հեռու է այդ վստահության մակարդակը ունենալուց, որը իրեն թույլ կտա վերընտրվել հունիսի 7-ին։ Իրեն կարող է փրկել կամ չփրկել, օգնել այս իրավիճակում Ալիևը, Էրդողանը, եվրոպացիները իրենց արագ արձագանքման, չգիտեմ, ինչերով, այսպես չագերտավոր զորքերով լցվելու են Հայաստան, միջամտելու են Հայաստանի ներքին գործերին, բայց ես վստահ եմ, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց վճռական մեժումն են ցույց տալու Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանին կարմիր քարտ են ցույց տալու եւ ԿՓԱ-ականներին։